Դժվար է հիմա մեկնաբանել այն առումով, որ ցանկացած մեկնաբանություն, մանավանդ որ դու ես համակարծիք որոշ դրվագների հետ, դա դիտարկվում է որպես ուրացում, պատմության, չգիտեմ, աղավաղում եւ այլն։ Ասում է, եղբայր, երբ որ 20 տարեկան տղուն ասում ես դու որտեղից ես, ինքը ասում է ես Վանեցի եմ, մանավանդ որ իր հերը եւ իր պապը եւ ամենայն հավանականությամբ պապու հայրն էլ Վանում չի ծնվել, այդ հայրենասիրություն չի, դա ուրիշ բան է, որը եթերում չեմ կարող ասեմ, որտեվ լավ բառ չի։ Այս սրա դեմ ենք մենք պայքարում, դա պատմական հիշողության հետ կապ չունի։ Կարա ասի, այո, իմ պապերը Վանից են, բայց որ ինքն է Վանից, դա արդեն ուրիշ պատմություն է դառնում։ Եթե մյուսը Վանից է, մյուսը Մուշից է, մյուսը Արդահանից է 20 տարեկան տղեն, նշանակում է Երևանցի չկա, Դիլիջանցի չկա, Ծաղկաձորցի չկա։ Դա ստացվում, որտեղ բոլորն էլ ընդեղից են եկել։ Հասկանալի պատճառներով պատմական։ Դե հիմա 20 տարեկան երիտասարդը ուզում է իրեն այդպես ավելի ռոմանտիկան հնչում երևի։ Ով է հենց այդ ասում, որ այդ ռոմանտիկան ներդրել են քո մեջ։ Բայց դա ինչի է առավելապաշտական։ Օրինակ Մշեցին ինչով է առավելապաշտական, կան Աբովյանցին օրինակ։ Այդ սուտ արժեքներ են, չէ՞ դերը, որ այդ Վանեցի է, Վանեցի է, ուրեմն ուրիշ է։ Չէ, կարող է մի հատ շանկատոր է, մի հատ վատ մարդ է, գողավազակ։ Մի հատ աշխատակից ունենք, շաբաթը 1-2 անգամ է գալիս ստուդիա, ոնց է Մշեցին ոնց կլինի, Մշեցին մենակ լավ է լինում, ասում ամեն անգամ նույն պատասխանը, բայց դրանից զայրանալ պետք չի, կամ վրդովել։ Ես հասկանում եմ, ամեն մարդ իր ծննդավայրով բան է անում։ Բայց դա իր ծննդավայրը չի, Դերենի ջան, ամբողջ խնդիրը հետ է, իր պապու ծննդավայրն է, պապու հոր։ Հասկանում։ Ինքը հիմա ուզում է իրան համարի Մշեցի, ես դրա մեջ բան չեմ տեսնում առանձնապես։ Դա էլ դառնում է թշնամանք, դա էլ դառնում է թուրթվանք, դա էլ դառնում է պետություն կորցնում։ Մի րոպե, Ռաֆայել, մի անգամից թուրթվանք ես ասնում։ Հիմա այդ երիտասարդի պապերը ընդեղից են, ինքը ասում է ես Մշեցի եմ, դե ուզում ասի արմատներս Մշից են կամ ես որտեղից են, Վանից են։ Այդ ուրիշ է։ Արմատներս ուրիշ է։ Ընդեղից է գալիս, աղես արմատներն է եդեմական պարտեզներից է, դա լրիվ ուրիշ է։ Հիմա ինչ ես դրա վրա բան անում։ Բայց դա ապրելակ հենց այդ է, որ մեր այս պետությունը որ երկիր չի դառնում, որտեղ այդ մարդիկ են ստեղ ապրում, այտենց ամբողջ օրը կռվի դավի մեջ են։ Այդ մարդն էլ այդպես է ուզում ապրի, ուզում է որ իրան ինքը այդպես կոչի։ Հիմա եթե դրանից հետո ինչ որ քայլեր ձեռնարկի, որ ասի եթե ես Մշից եմ դետանք մուշը վերցնենք բան, այդ արդեն ուրիշ բան։ Բայց եթե հիմա ասում է թող ասի դրանից ոչինչ էլ չի փոխվում։ Դուք ուրիշ ձև եք տեսնում, որովհետև ստե ուրիշ ձև է, որ գաք տեսնեք ստե ոնց է այդ ասողները, այդ Արարատի գլխին դրոշ տնողները։ Դրանք տարբեր բաներ են, Ռաֆայել, մի ընդհանրացրու դրոշ դնել, դրոշ վառելը գործողություն է, ակցիա է, բայց երբ որ մեկը իրան ասում է ես Մշեցի եմ, ես դրա մեջ ոչ մի բան չեմ տեսնում։ Ժամանակը կգա կհասկանա, կանցնի առաջ կգնա, որ մենք ուրիշ խնդրեմ չունենք։ Բայց այդ բաները, ես այստեղից այդ բանը կամ տեսակ բոլորն էլ գլուխ գովալու բան ունեն, ես Գյումրեցի եմ, ես այստեղից եմ, ամեն մեկս էլ թող եղածի շուրջ ասի, Գյումրեցին էլ թող ասի, Կապանցին էլ թող ասի, հարցը եղածի շուրջ թող ասի, բայց երբ որ ասում է մի բան, որը մանավանդ գազազացնում է ուրիշին, որը որ մեր պետականության անկման մեղավորն է, այդ եմ ասում, որ մերոնք չեն հասկանում վտանգը։ Եթե մեկը ասի ես դիլիջանցի եմ, այդտեղ վտանգ չկա, բայց երբ որ մեկը ասում է ես Մշեցի եմ ու դա դառնում է ազգային մտածելակերպ, ազգային մտածելակերպ, մի Ռաֆայել չի դառնում ազգային մտածելակերպ։ Հիմա դու մի 20 տարեկանի ասած ասում ես ազգային մտածելակերպ դառնում։ Այդտեղ համերգներ են անում օպերայում, համերգներ է արվում օպերայում։ Համերգից գալիս ենք մուշ, գնում ենք Վան խորագրով, միջոցառում։ Այդ ուրիշ, հիմա տես փոխվեց խոսակցությունը, թե ասում է գալիս ենք, վերցնում ենք, գրավում ենք, դա ուրիշ լրիվ արդեն գործողության ինչ որ բան է, կոչ է, ես եմ ինչա, որը կարող է վտանգավոր լինել, բայց եթե մեկը ասում է ես տեղից եմ, հիմա ընկնենք դրանց հետևից ինչի ասեցիր։ Հիմա օրինակ տես մեզ գրում են, որ բարի լույս որտեղից էր, բոլորին Գրանադայից, Սուրգութից եւ Գեղարքունիքի մարզից։ Բարև ձեզ, Գեղարքունիքի մարզից, Հասմիկ Շահենյան, ուրախ եմ որ մեզ հետ եք։ Քանակերից էլ ունենք։ Աշխարհի բոլոր անկյուններից ունենք բարևներ։ Հայաստան Եվրամիություն Անդրանի գագաթնաժողովը տեղի կունենա որտեղ։ Երևանում մայիսի 4-ին եւ 5-ին բարձրաստիճան դելեգացիաներ է սպասվում Երևանում, այսօր արդեն պաշտոնապես հայտարարեցին, որ Երևանում կայանալու է Հայաստան Եվրամիություն Անդրանիկ
գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է բարձրագույն մակարդակով վարչապետի գլխավորությամբ, իսկ Եվրոպական միությունը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կուշտան է գալու եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Եթե իմ ազգանը Կուշտա լիներ, ես տանից դուրս չէի գա, ոչ միտեղ չէի գնա։ Ազնիվ խոսք։ Ամոթից Կուշտան որ նայման։ Դե հիմա մարդայինք դե իր համար։ Հայաստան Եվրոմիություն գագաթնաժողովի առանցքում լինելու են երկկողմ հարաբերությունների ամրապնդման, մասնավորապես տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտին վերաբերող հարցերը առաջնորդություն է տրվելու Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանը եւ փոխկապակցվածությանը։ Այդ բառերը, չէ, մի տեղից անում դնում են մեկ ուրիշ տեղ, այդ բառերի խումբ է։ Նաեւ օրինակ այս ամբողջ բանի մեջ իհարկե խաղաղություն բանը ամենակարևորն է, բայց իրականում այս ասոցիացիան համաձայնագրի թեման է քննարկվելու շատ ակտիվ կերպով։ Այսօր ոչ պաշտոնապես շատ հավաստի աղբյուրներից աչքալուսանք են տվել, իբր ամառը Իտալիան հանում է ավելի ճիշտ էլեկտրոնային վիզա է դառնում Հայաստանի քաղաքացիների համար, նորից չողջևորվեք շատ, սա պաշտոնական տեղեկություն չի, ներսից են ասել, բայց հուսամ շուտով կհաստատվի այս տեղեկությունը, այսինքն e-վիզա է լինելու, առցանց մտնելու ես գրացնելու այս տվյալները եւ մեկնես Իտալիա, եթե դա լինի, դա շատ մեծ քայլ է արդեն դեպի այդ էսպանատաները, այդ սպասումները, այդ մի խոսքով սա քայլ է, տեսնենք։ Ուրեմն 2025 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցերով հանդիպել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կուշտային եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնին վերահաստատելու եւ առաջ մղելու Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն զարգացող գործընկերությունը։ 25 թվականին ընդհանուր առմամբ աչքի ընկել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությամբ եւ ինչպես ասում են բարձրաստիճան պաշտոնյաները, սա ամենաակտիվ երկխոսությունն է Հայաստանի պատմության մեջ։ Այո, ինչի մենք չենք նկատում դա։ Երբ էր մեր մոտ նման եվրոպական պաշտոնյա Հայաստան ժամանել, որ հիմա արդեն դարձել է սովորական բան։ Բայց իսկապես էլի բացի այդ պայմանագրերից, այդ վիզաների հեշտացումից բան, եթե ուշադրություն դարձնենք ինչքան բարձրաստիճան պաշտոնյաներ են Եվրոպայից, ղեկավարներ, բաներ գալիս ու գնում Հայաստան, սա արդեն լավ բան է ասում, էլի, սա ասում է, որ մենք մի մակարդակ առնվազն որպես երկիր, որպես ներկայություն միջազգային համայնքում կանք արդեն, կանք։ Եվ մարդկանց հետարքիր է մեր ճակ, որտեվ շատ բան փոխվեց։ Էլ եմ ասում, ամբողջ բանը եկավ մեր այս դեմոկրատիկ հասարակություն, հələ մինչև վերջ չենք, բայց այդ կառուցելու ջանքից էլի, որտեվ ուզում են իրենք, որ այս լեգիոնում գոնե մեկ դեմոկրատական երկիր լինի, որի վրա կարելի է հույս դնել, որտեղ պարզ արդեն Վրաստանը գնում է, Ադրբեջանը երբեք դեմոկրատական չի եղել, մնացածը արդեն այստեղ հետաքրքիր թիվ է հրապարակած Վագն Ալեքսանյանը ազգային ժողովի ամբիոնից պաշտոնական թղթեր է ներկայացրել, մեջբերում են բառացիորեն։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատավարձը եղել է $1,310։ Գրանցված ունեցվածքը $200 միլիոն։ Նա պետք է աշխատեր 12,722 տարի։ Այլի, այման ընտիրա։ Այս ֆինանսական պահերը այնպես է, որ չես կարող արդեն բան անել, էլի։ Հիմա իրանք ասում են մենք բան ենք, լավ բիզնեսմեն ենք եղել, էս ենք եղել, են ենք եղել։ Երկրի ղեկավարը ինչու՞ պիտի բիզնեսմեն լինի, բացի Թրամփից իհարկե մենք։ Դե իբր հետո է եղել։ Բացառություն ենք, Բայց տղաներն էլ չէ, բանկեր ունեն, բաներ ունեն, ես դրանցով շատ չեմ հետաքրքրվում, բայց վստահ եմ, որ Մինչև փողեր են հաշվում, քիչ առաջ, երևի րոպեներ առաջ ազգային ժողովի մոտ այլանդակ հայհոյանքներ են հնչել, քաղաքացին եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջադեպի մեջ են ընկել երկուսով։ Ազգային ժողովի դիմաց վեճ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիներից մեկի միջև, որի ընթացքում Բելմանը ենթարկվել երկու քաղաքացի, ովքեր հայհոյում էին Ալեն Սիմոնյանին, իսկ ազգային ժողովի նախագահը պատասխան նրանց էր հայհոյում։ Comedy. Ես այդ հիմա եմ հասկանում, թե ինչի է Հայաստանում ընդհանրապես հումորի մեջ կանք էլի լավից վատից, որովհետև այս վիճակն է։ Ինձ դուս եկավ էլի հայոյեց էլի։ Ես բանին ունա Ալեն Սիմոնյանին չէ, հենց նշանակվելուց հետո հետևում եմ էլի, որ դարձավ ազգային ժողովի նախագահ, ու բան է, ուրախանում է, որ բան է, ինքը կարողանում է լավ
պետք եղած տեղը լավ պատասխան տալ, էլի, ոնց որ իրենց ոճով ովքեր որ հարցա, բայց հիմա իմ կարծիքով էլի եմ ասում, կներեք, սա իմ կարծիքն է, մի քիչ վուլգարացել է արդեն, էլի, այդ պատասխաններն ու բաները ազգային ժողովի նախագահային երբեմն ոչ վայել բառա մթերք է օգտագործում, որը ինձ դուր չի գալիս, դրա համար էլ տենց վիճակների մեջ է հանգնում, էլի։ Բայց թքելու պատմությունը այդ էլ արդարության համար ասենք, հա, այդ լավ բաներ չի, բայց մյուս կողմից նայեք, հիմա էլի իհարկե, Բարձրաստիճան Պաշտոնյան, եթե հասել է մեծ ասում պարլամենտական երկրում ազգային ժողովի նախագահ, դա երրորդ մարտնապետության։ Երկրորդ մարտն է։ Okay, երկրորդ մարտնապետության, դե okay, վստահ եմ շատ-շատերը կհայհոյեն, այդ քաղաքական գործի կյանքն է, Չերչիլին էլ էին հայհոյում, կներեք համեմատության համար, բայց եթե ամեն մի հայհոյողին դու հայհոյես պատասխան եւ այլն բան, տես տեղ չենք հասնի։ Մյուս կողմից ինչ անենք հայհոյողներին, ովքեր դեմ դիմացած կանգնում եւ հայհոյում են։ Իրենց մայմոնց անենք։ Բերման ենթարկել ուգանեն, պատիվ պահանջեն։ Չգիտեմ, եթե օրենքը ասում է, որ կարելի է հայհոյելու համար ձերբակալել, այո, ուրեմն։ Այնտեղ հստակ է, որտեղ որ ընկա հետո դու դու ուր է հասնելու այդ։ Բարձի որ դու ես առաջինը խայտարակ լինում, քո անունն է մամուլում շփվելու, այն մարդուն վաղը մուսոր կմոռանան ով որ է, չգիտեմ ով։ Բայց դու ախր Պաշտոնը իր հետ ներ պարտավորություններ ա բերում նաև, չի կարելի դա արհամարել։ Անցյալ օրը ով էր այդ որ հեռացրել էին անունը չեմ հիշում, ԿՊ-ից հեռացրել էին իրանց դեմ հիմա խոսում եւ այլն եւ այլն։ Ինչքան մարդ կա ԿՊ-ից։ Վերջը, հա, բավական կոպիտ էր խոսում, էլի, դենց ինչ ասեմ, ոչ վայել բանով լեզվով։ Նույնը կարելի է ավելի բանով ասել, էլի ավելի դիպլոմատական լեզվով կարելի ասել, ոչ թե իջնել իրենց մակարդակին։ Ինձ թվում է այդ պետք է հաշվի առնեն, էլի մեր պաշտոնյաները։ Տեսեք, օրինակ, անկեղծորեն ասեմ, պարոն Փաշինյանն էլ էր օգտագործում բավական ոչ իմ կարծիքով ոչ պատշաճ բառամթերք, բայց հետո արդեն բանը չափավորվեց, որտեղ մի անգամ էլ ներողություն խնդրեց ինչի համար չեմ հիշում, դրանից հետո արդեն կարծես ավելի հետևում են թե ինչ է ասում եւ ոնց է ասում։ Դա արդեն առաջընթաց է։ Նույնն էլ խորհուրդ կտամ պարոն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանին, որ իսկապես տենց իր բանի եւ կառավարության բանի համար էլի պատիվ բանը պահելու համար, այո, այդքան բան չանել էլի, չիջնել իրենց մակարդակին։ Գիտեմ այդ դժվար է, որ կանգնում են փողոցում եկեն այս բանն ասում, դե դու էլ ի վերջո անկախ ամեն ինչից Երևանցի տղա ես, չէ՞, մի բան ասես, հա, բայց դա դժվար է, գիտեմ, բայց այդ է, պաշտոնը բերում է իր հետ նման բաներ, որ կարողանաս հաղթահարել։ Գնանք առաջ, հարգելի բարեկամներ, եւ հրդեհի մասին խոսենք, շատ լուրջ հրդեհ էր տեղի ունեցել երեք Կանազի մշակույթի տունը հիշում եք, կհիշեք այդ բանը։ Ոնց չեմ հիշում։ Ցավոք սրտի, բայց այրվել է, դե իհարկե չէր գործում, ինքը շահագործման մեջ չէր, վիճակ չկար, բայց եղածն է այրվել է, բարեբախտաբար ֆասադը, որը պատմամշակութային արժեք է իրենից ներկայացնում, ճարտարապետական կոթող է, չի տուժել, բայց ներսում գրեթե ամեն ինչ այրվել է, այսօր դեպքի վայրում էինք նկարանող խմբով որոշ բաներ ենք նկարել, պիտի եթերում ռեպորտաժը կպատրաստենք, բայց Կանազ մշակութային տունը դատարանի որոշմամբ 24 թվականին վերադարձվել էր Երևան համայնքին, հիշեցնենք, որ դե աչք էին դրել, այնտեղ մարդիկ ուզում էին սեփականացնել։ Կանանց մշակութային տունը, Կանազ, հա, վախեցա ես էլ այն բան, հա։ Կանազ մշակույթի տունը, հա, մի քիչ ուրիշ տեղ է տանում զրույցը, բայց հա, տես բան։ Ասած բանջու տղամարդ չէ, այդ եմ ասում, եթե լիներ, պետք է մի անգամ ուզում եմ ասել, ինչու տղամարդկանց չկա, միայն կանանց կուլտուրայի տուն կա։ Հա, այնտեղ նախորդ տարի հայտարարեցին ավակային նիստ տեղավ, հիշում եմ Ավինյանն էր անգամ գնացել, բան պիտի Երևանի մշակույթի տուն պիտի ստեղծվի, բան Կանազի շենքը տվեցին, վերադարձրեցին պետությանը, այդ էլ բան, բառ 10 քանի տարի, 20 տարի չէր գործում, ու ես զարմանում էի, ընդհանրապես ցանկացած մշակույթի կենտրոն որ ալան-թալան էր, ինչքան կինոթատրոն լինի, Արարատ կինոթատրոնը, Արագած կինոթատրոնը, կինոտունը, բանը Կոմիտասի այդ որն էր, բոլորը դարձավ շուկա։ Ինչքան մշակույթի տուն կար, բոլորը այդ մշակույթի տները գիտես չեն, էլի փող ուտելու տեղեր, ես հիշում եմ, պետությունից գործիքներ էին, ասենք, բաներ էին երաշտական, կան վերցնում ծախում էին, ես ինչեր էի բանանում, ծախում էին, լավ փող են աշխատում։ Օ, Ռաֆայել Տաթևիկ Երամյանը մեր ռադիոլուսով ասում է, բարի օր, սիրելի Դերենիկ եւ Ռաֆայել, սիրում եմ ձեզ, հա։
Առավոտ շուտ, հա, շնորհակալություն։ Շնորհակալություն ջեր խոսքերի Տաթևիկ ջան, զգացված ենք։ Այստեղ մեր լավ ընկերը Դավիթ Դերմենջյան կոմենտներում, մեկնաբանություններում ասում է վերջը ազգային ժողովը նաև մարդ է, նախագահ, նաև մարդ է։ Դեմ դիմաց կանգնում են, հայհոյում են, իհարկե գալու է ժամանակը, որ մարդու ներվերը չի դիմանալու, եթե ընտրել են ազատ դուրս գալ եւ շփվել ժողովրդի հետ, անգամներ բերում է այս հետևանքի։ Չէ, դե հիմա այ քեզ բան, ի՞նչ է նշանակում, պետք է դիմանա, եթե չես դիմանում, հրաժարվի պաշտոնից, գնա փողոցում ու ուզում ես այո, ինչ ուզում ես արա։ Չէ, ես դրա հետ համաձայն չեմ։ Ես հասկանում եմ, ասեցինք, որ դժվար է բան է, բայց դե էտա, հիմա իր հետ գալիս է այդ ամեն ինչը։ Իր հետ գալիս է։ Այս մայմարդ, ես հիմա սկսեցի վախենալ, այս Միացյալ Նահանգներ իրան իսկապես սկսեցի վախենալ, որտեվ արդեն ուրիշ հոտեր է գալիս։ Դե Պակիստանի միջոցով 15 կետանոց բանը փոխանցեցին արդեն։ Փոխանցեցին, որ փոխանցեցին ինչ։ Ախր այդ կետերը որ կարդաս, ով այդ կետերը բան կանի, որ ես չեմ պատկերացնում։ Ինչ եղավ Իրանի հարցում, գտնեք։ Լավ, միջով գտնեք, այստեղ Թրամփի բանն է, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը խուսափել է պատերազմ բառը կրկին օգտագործելուց, ռազմական գործողություն է կրկին օգտագործում, հերթական անգամ երեք էլ մենք խոսում էինք, որ 6 շաբաթ տևող այս փաստացի պատերազմ չի կոչում, այդ պուտինյան սինդրոմն է։ Սա ռազմական գործողություն է, ոչ թե պատերազմ։ Եթե չգտաք հոդվածը, զանգ ընդունենք։ Ինչ, հա, զանգ ընդունենք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Շնորհակալություն։ Առաջինը Ռաֆայել ջան, որոշ մարդիկ շատ կոպիտ կոմենտներ են գնում, եթե շատ երեք բլոկ։ Ես հեռացրեցի, բլոկ արեցի, հարգելիս արդեն։ Շնորհակալություն։ Երկրորդը ներողություն։ Երկրորդը ես որ երեխաներից ունեցա, արդեն ծնող ես դառնում, պետք է կարողանաս քեզ կառավարես, չէ՞։ Այսինքն դե մեքենա եք քշում, ջղայնանալը, բարկությունը, կոպիտ բառեր թռնում է վերանից։ Ես ինձ սովորեցրեցի, որ չի կարելի, եթե երեխեքը մեքենայի մեջ նստած են, իրանք ամեն ինչ լսում են, եւ միշտ առաջինը վատ բառերն են կրկնում։ Հիմա նույնը մեր կառավարությանն է վերաբերվում։ Եթե դուք վերցրել եք պաշտոնը, փորձեք հնարավորինս ձեզ սովորացնել, որ այո, կոպիտ չօգտվեք։ Առաջի անգամ, որ իմ երեխեքին վերանից վատ բառ լսեցին, արդեն բավականին մեծ էին։ Աղջիկը ասաց, մամ, մենք քեզանից երբեք նման բան չէինք լսել։ Զարմացրին, դա ամբողջ կյանքը համարյա 20 տարի փորձել եմ ինձ կառավարել, որպեսզի չօգտվեմ, որպեսզի դուք էլ չօգտվեք։ Հիմա իրանցն է։ Պետք է փորձեն սովորել, որ չօգտվեն։ Եթե վերցրել են պաշտոնը, ուրեմն պետք է պատասխանատվություն կա։ Շնորհակալություն ամենայն։ Շնորհակալ ենք ձեզ զանգի համար։ Լավ որ ձեզ 747 կարող եք արտահայտվել թեմայի շուրջ, խնդրեմ, թեմայի շուրջ, հա, բայց խնդրում եմ։ Հա, ուրեմն հոդվածը գտա ես։ Ապա։ Ուրեմն Պենտագոնը մշակում է ռազմական տարբերակներ Իրանի հետ պատերազմում վերջնական հարված հասցնելու համար, ինչը ներառում է ցամաքային զորքերի կիրառում եւ զանգվածային ռմբակոծություններ։ Սպասվում է կտրուկ ռազմական էսկալացիա, եթե Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններում առաջընթաց չգրանցվի, որը կարծում չի գրանցվի, որովհետեւ երկու կողմն էլ այնպեսի առաջարկներ են անում, որ անընդունելի են։ Քննարկվող տարբերակների թվում են ռազմական նշանակություն ունեցող Խարգ, Լարակ, Աբու Մուսա եւ այլ կղզիների գրավումը, ինչպես նաեւ Հորմուզի նեղուցի արևելք իրանական նավթ տեղափոխող նավերի շրջափակումը։ Միացյալ Նահանգների որոշ պաշտոնյաներ կարծում են, թե հակամարտությունը ավարտելու համար ճնշող ուժի ցուցադրումը Միացյալ Նահանգներին ավելի մեծ լծակներ կտա բանակցություններում։ Չեմ կարծում իհարկե։ Բանակցային գործընթացի ծանոթ աղբյուրը հատնել է, որ Թուրքիան, Պակիստանը եւ Եգիպտոսը շարունակում են կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու իրենց փորձերը։ Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների պահանջները, սակայն լիովին դուրս չի եկել բանակցություններից։ Չնայած այս տեղեկությունները հաղորդում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել այս սցենարներից որևէ մեկի վերաբերյալ։ Սպիտակ տան պաշտոնյաները ցանկացած հնարավոր ցամաքային գործողություն առայժմ համարում են հիպոթետիկ։ Նա Իդեպ այդ կղզիները, որ ասում եք, եթե քարտեզի վրա նայեք կղզիների լոկացիան տեղակայում է, այդ լուրջ Իրանի քթի տակ, այսինքն բազա կլինի, ես կլինի, են կլինի, հա։
Այնտեղ մի հատ կղզի ունի Իրանը, որ անունը չեմ հիշում, բայց իրենց նավթի 90%-ը այնտեղ է բաներնում, ոնց վերամշակվում։ Հա, եթե դա բանանեն, հա։ Գիտե, հիմա ախր այնքան հետաքրքիր է այս պահը։ Իրոք լծակներ ունի, էլի Միացյալ Նահանգները։ Կարող է Տես տարածորեն կարող է հողին հավասար։ Իսկապես կարող է, հա, Իսրայելը դուր մանան, քանդեն ժողովրդին էլ, ամեն ինչը սարքեն բան, հա, բայց այդպես ուր կհասնես, ինչ կանես դրանով։ Հիմա ասում են պետք է պայմաններ ընդունի, այս պայմանները չի ընդունելու Իրանը։ Միանգամայն հստակ է դա, եւ հստակ է նաեւ որ հարձակվելու են սրանք։ Եթե հարձակվեն, իրենք էլ են զոհ ունենալու ու սկսվելու է այն ինչ որ բոլորս ուզում ենք խուսափել, բայց կարծես անխուսափելի է թվում։ Դե վատագույն սցենարով է գնում, այո, այս ամեն ինչը գնում է այդ ուղղությամբ եւ այս դիկտատորների ճամբարը 3 պաշտոնական այցով Լուկաշենկոն մեկնեց Հյուսիսային Կորեա։ Այսօր նվերը։ Այդ եմ ասում, այսօր զարգացում կա, նվեր է արել Քիմ Չեն Ինին, ինքնաձիգ է նվիրել։ Ասում է, եթե հանկարծ շտամիներ գան, խնդրեմ, կարող ես Եթե հանկարծ, եթե մարդ ես, եթե հանկարծ, չասեցի արկի որ կողմից։ Ինչ սիմվոլիկ է, չէ։ Մի բռնապետ, մյուս բռնապետին զենք է նվիրում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական գործերի նախագահ Քիմ Չեն Ինին, փաստորեն բանը, պաշտոնը Քիմ Չենը պետական գործերի նախագահը։ Էսի ես վերջերս եղավ, առաջ տենց չէր, առաջ ասում են առաջնորդ անցնում են առաջ, հիմա ինչ-որ բաներ ավելի կոնկրետացրել։ Բելարուսի նախագահ Քիմ Չեն Ինին է հանձնել հատուկ հուշանվերային մետաղադրամ նաև կապույտ թավշյա տուփով։ Լուկաշենկոն իր կորեացի գործընկերոջ հայտնել է, որ Բելարուսում սկսում են սեփական հրաձգային զենքեր արտադրել եւ ասա այդ լավ օրինակներից մեկն է։ Ամեն դեպքում, եթե ճշտամիները հայտնվեն, կարող ես գործի դնել Կիմ, ասել է Լուկաշենկոն։ Լուկաշենկոն ու գալիս է սենց նախանձախնդիր նայում է երևի, Իսպանին ասում արա մենք մի քիչ արագ անենք, մենք էլ սենց կանեինք, էլի այդ ազատության համը, որ ժողովուրդը չզգար, իրանք էլ կկարողանային տենց փակել երկիրը, բայց որ արդեն ազատության բերկրանքը զգացել է։ Իդեպ ամենայն հարգանքով շատ բելարուսցի ընկերներ ունեմ, մանավանդ Յուտայում շատ մեծ համայնք կա բելարուսական, ինչ տաղանդավոր տղեկ են։ Հիմնական դե գործի բերումով տղեկի հետ էի շփվում, ծրագրավորողներ էին, բան գալիս էին, գնում էին, բան ֆանտաստիկ կիրթ, ման, ասինքն մենք միշտ բանա, չէ՞, ստերեոտիպներ կան, հարբեցող են, չգիտեմ ինչ են, են։ Ամեն դեպս Ես բանը մտածում եմ, հիմա չեմ կարողանում հիշել, լեզու ունեն, չէ՞ կարծեմ բելարուսերեն կա։ Ասում եմ, Թե ռուսերեն խոսում։ Չգիտեմ, բայց Հետաքրքիր է, հա, մտորոշ չէր անցել։ ամենադեպս պետական այստեղ հերարցակվում է բելարուսական ալիք կա, Բելտա հերարցակվում է այստեղ կաբելայինով կա, բոլոր ալիքները ռուսերեն է։ Ռուսերեն են խոսում, հա։ Բացարձակ ոնց ասեմ, արտասանության մեջ ակցենտ էլ չկա, էլի որ ասեմ ինչ որ հայի տարբերություն։ Բայց հետաքրքիր է, այդ սովետական տարիներին խորհրդային որ ճամփորդում ենք, ցանկացած հանրապետություն որ գնում ես, լավ թե վատ ռուսերեն խոսում են, հա։ Ել չեմ Ուկրաինան, բանը Բելարուս, բան լրիվ ռուսերեն էին խոսում։ Մենակ Բալթյան երկրներն էին, որ չէին խոսում։ Ու մենք բան չէինք հասկանում այն ժամանակ, էլի։ Երևի գիտեն էլ, բան որ ռուսերեն խոսում, ասենք մատուցողին, չէ՞, որ ռուսերեն խոսում էր, չէին պատասխանում քեզ։ Չէին ուզում այն ժամանակից բան։ Որոնք որ զորով են միացվել խորհրդային միությանը, այդ երկրներում ընդվզում է։ Օկուպանտ էին համարում եւ ճիշտ էլ անում էին, այսինքն կարող եմ իրենց հասկանալ, հա։ Այդ մեծ բալթյան երկրները ոնց Մոլոտով-Ռիբենտրոպով անցան դավաճանական պակտ էր ըստ էության դա, չէ՞ որ բաժանեցին Եվրոպան։ Այստեղ մեր հարգելի ռադիոլսողները Ջորջ Մելիքաունով օկտատերը, Մադլենը, կղզուանունը Խարք է, նավթի Զանգ ունենք, հետո գնալու ենք գովազդային դաթարի, տեսնենք ով է մեզ միացել, ասենք բարի օր, ողջույն։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Ո՞նց եք, Ռաֆայել։ Լավ եմ, դուք ինչպես եք։ Դե լավ է։ Դերենիքներ, լավ է, դերենիք լավ է։ Այո։ Լավ է։ Բոլոր հարգանքները ձեզ։ Ես կուզեի դերենիկին հարց ուղղեմ, էլի։ Խնդրեմ։ Բայց մի հատ բան ասեմ։ Ասենք հիշում եք, որ Կոլին Պաուելը փոքր բանը չկա էր ՕՕՆ-ում ցապահարում։ Ով։
չլսեցի։ Պերտ քարտուղարը Մակի անսամբլեը Իրաք մտնելու համար, որ ինչ-որ փոշի է տապահարում, որ Սիբիրսկի յազվա է Սադամ Հուսեյնը։ Colin Powell-ը, որ շարժում էր սենց պահպանկա էր։ Չէ, այդ կոնկրետ չեմ հիշում, բայց ասեք, լսում եմ։ Այսինքն Colin Powell-ը վաղտա գոսեկրետարը, այդպես պարաշոք ցույց տվեց աշխարհին վաղցրեց, թե Իրաքը այդպես բաներ անում, դրա համար պետք է մտնենք։ Մտան օֆիցիալի ելույթ ունեցան, որ այդպես բան չկա, էդի սուտ էր, ով պատասխան տվեց դրա համար, ոչ մեկ։ Ախորժակներն ավելի բաց են։ Դուք իսկապես հավատում եք, որ Իրանը միջուկային զենքի ծրագիր ունի։ Ծրագիր, այո, հավատում եմ, որ ծրագիր ունի։ Ուզում է իր ատոմակայանի համար ինքը ունենա։ Միջուկային զենքի ծրագիր չունի։ Որտեղից գիտեք, որ չունի։ Ինչից եք ենթադրում, որ չունի։ Բապաճար ինչից եմ եթե ասիկն էդինես տեխնոլոգիաներ է ուզում, որ աշխարհը հսկում է, էլի, էդի մեքենա չի գնաս առնես մեկից։ Եթե դու ուզում ես ունենաս, ինչ որ բաներ պետք է առնես։ Կանես չի, որ ինքը կարա էդի սարքի, թաքուն սարքի չառնի ստեղծի։ Այդքան զարգացած չի տեխնոլոգիապես, եկեք այդ ընդունենք։ Ասենք ինձ թվում է այսի ռեսուրսի էներգուշենքը Նյու Յորքում իզուր չի պայթել, դերնիկ ջան։ Դրանից հետո է շարժումները սկսվել է։ Հերթով ծրագրավորած գալիս է։ Դուք է դիրքից փոքր այդ պրիզմայով նայեք, ես գտնում եմ, որ այս շատ սխալ պատերազմը դեպի Իրանը։ Այսինքն պատճառ չկա, Իրանը ոչ մեկի վրա չի հարձակվել, այն որ ասում է, պատճառ ունի, որ ասում է, մի բան էլ նրանք են ասում։ Ինչ է, դա նշանակում է Տրամպի աղջկան ուշները դոմփում է պետք է կռիվանեն Իսրայելի համար աշխարհը մուտի տանը։ Շատ լավ, հարգելի, շնորհակալություն ձեր կարծիքի համար, շատ հետա, լավ օր ձեզ, հա։ Այ ոնց է վարչապետի բառապաշարը մտնում ժողովրդի մեջ էլի։ Չքաղաքականացնենք։ Գնանք գովազդի բարեկամներ, քանի ուրիշ բաներ չենք ասել, մեր գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են, վերադառնանք հեռու չգնանք։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու R-Music, հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եվ մենք եկանք, հարգելի բարեկամներ, բարի օր, բոլորին իմանենց հին բան եմ ցույց տալու, 1000 տարի երևի տեսած չեք լինի, ճանաչեք, ինչ ասա թե այդ որ քսում էին այդ վիետնամականներ, չէ, եթե գլխացավի համար իբր թե, հա։ Վիետնամական դրոշ, ես մեկ մանավանդ որ շնչուղիներից այդ ինչ-որ խնդիր կա, բան կա, ես ինձ լավ օգնում է 1000 տարվա, բայց հին ու բարի ավանդույթները շարունակում են, զվյոզդը չկա բարեկամներ շատերը։ Մեր ռադիո լսող Էդիլ Էդիլյանը գրել է Դերենիկ պատասխանը պարտադիր է։ Այո, որ պատասխանը։ Այս վերջին մեր բանին ենթադրում եմ։ Զանգին։ Վերջում մեր ռադիո լսողը ասեց հետեւյալը, որ այս սխալ պատերազմ է։ Ես ոչ միայն դրա հետ համաձայն եմ։ Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած պատերազմ է սխալ բան, ցանկացած։ Դա նշանակում է, որ մենք դեռ այնքան չենք զարգացել, որպես մոլորակի բնակչություն, որ առանց պատերազմի հարցեր չենք կարողանում լուծել, որտեղ ցանկացած հարց ինչ արդյունք էլ հասնես պատերազմում, դա հնարավոր է թեորիապես անել առանց պատերազմի, բայց դա մենք չենք կարողանում։ Պատերազմը երկխոսության տապալումն է, այսինքն չի եղել երկխոսություն։ Նույնն է փողոցում, եթե ինչ-որ հարցի շուրջ կամ ցանկացած վիճաբանություն, եթե հասնում է իրար խփելու եւ իրար սպանելու, ուրեմն սխալ է եղել, սխալ, պետք է մենք այդ կարողություն ունենք որպես մարդ, որ կարողանանք ցանկացած այդ բանով լուծել։ Բայց կան բուլիներ, ոնց որ դպրոցում, ոնց որ բանակում, նաև միջազգային քաղաքականության մեջ։ Ես դրա հայրենը չգիտեմ, բայց ինձ հասկանում եք, այն մարդը, որ բոլորին բրթում է այս կողմ, այն կողմ ինքը ամենալավն է։ Ով էր էլի։ Ես բուլի տեսել եմ, ասում եմ, բուլի տեսել եմ դպրոցում, որ սովորում էի, բուլի տեսել եմ բանակում, կյանքում էլ փողոցում մեկը սենց բանին, բայց այդ բոլոր բուլիները ի տարբերություն պարոն Թրամփի, որը աշխարհի ամենամեծ բուլին է, գոնե 1-2 հոգու ձեռք չէին տալիս, էլի որ իրանց կողմից լինի, հասկանում եք, հա։
Իսկ պարոն Թրամփը բացարձակ բոլորին այմար, բոլորին, ոնց որ ասիկ ինձ ոչ մեկը պետք չի այս աշխարհում, ես մենակ ամեն ինչ կարող եմ անել։ Հիմա նայեք, Իրան ինչ է ասում։ Իրանի հարցում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեզ բացարձակապես ոչինչով չեն օգնել։ Հա։ Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ից որևէ բան պետք չէ։ Մենք սակայն երբեք չենք մոռանա դաշինքի անդամների պահվածքը այս կարևորագույն ժամանակահատվածում նշել է Սպիտակյան ղեկավարը։ Քթերից վերելու ենք էլի ասում։ Հլակատենակ դուք այդ որ ասում են, չէ, ճիշտ այդ մոտեցումն է։ Եվ ինքը գիտեք ինչն է հետաքրքիր, ինքը որ ընտրում է մասնագետներ, ասենք, անվտանգության գծով կամ բժշկական կամ էսեն, ինքը ոչ թե ընտրում է ամենալավ մասնագետին, ինքը ընտրում է այն մասնագետին, որը 100% իրան կլսի ու չի հակաճառի, չի ասի։ Եվ գիտեք ինչու, որտեղ ինքը վստահ է, իրոք ինքը վստահ է, որ հետևեք իր քայլերին, կտեսնեք, որ ամեն ինչից մենակ ինքն է հասկանում եւ ամենալավը միայն ինքն է հասկանում, ցանկացած բնակավարում։ Հա, այսինքն իրան եթե չեն հակաճառում, ուրեմն շատ լավ է, բայց տենց մենք ուր ենք հասնելու, ես չգիտեմ սենց ուր ենք գնալու։ Միտեղ անպայման ոդկը քարի ակապնելու կամ սայթակելու է ու հիմա արդեն ամաչում ես, ասես որ ամերիկացի եմ, այ մարդ, հա։ Ու մտքով կանցնի, չէ՞։ Հա, իսկապես որ էլի, հա։ Ես էլ գիտեմ, վաղը մյուս օր երկրներ կան, որ պիտի ասեն, հա, առանց վիզայի չենք թողնում, որտեվ չգիտենք ով է գալիս Ամերիկայից մեզ մոտ, հա։ Եվ ահա այս պատերազմի արձագանքները զգում է շարքային քաղաքացի, ոչ միայն որպես վառելիք, տեսնում եք գները ուր են հասել, այլև այսօր պաշտոնապես արդեն հայտարարեցին, որ ավիա ուղիների տոմսերն են թանկանում, այն էլ էապես 20-30% թանկանալու է։ Այո։ Եվ դե պատկերացրեք, Տրամպի կռիվը խեղճ ժողովուրդ աշխարհասփյուռ այսօր պոլիտիկոն է պաշտոնապես ցիտել եվրոպական ավիաընկերությունների տարածած հաղորդագրությունը, որ նրանք սկսում են գները բարձրացնել Իրանի շուրջ պատերազմից հետո ավիացիոն կերոսինի կտրուկ թանկացման հետ կապված, օրինակ մեր հայրից շատ ծանոթ Lufthansa-ն, որով մենք հաճախ գալիս ենք գնում ենք եւ այլն, շատ մեծ ընկերություն է։ Lufthansa-ի ղեկավար Կարստեն Շպոերը հայտարարել է, որ ոլորտը չի կարող փոխհատուցել ծախսերի աճը, նրա խոսքով ավիաընկերությունները պետք է առնվազն 20%-ով բարձրացնեն ուղևորափոխադրման գինը։ Հա։ Շահույթը, ասում է այս պայդրությամբ, մոտավորապես 10 եվրո է մեկ ուղևորից։ Ուստի լրացուցիչ ծախսերը ստիպում են փոխանցել հաճախորդներին եւ մենք հիմա վերանայում ենք այդ գինը։ Ոլորտային աղբյուրների տվյալներով Եվրոպայում մատակարարվող կերոսինի գինը այս շաբաթ ուրեմն մոտեցել է տոննայի դիմաց 1700 ԱՄՆ դոլարի, ինչը ավելի քան 2 անգամ գերազանցել է մինչ ռազմական գործողությունները սկսելու գինը։ Կրկնակի է դարը։ Նեղին այդարի։ Այսպեսի մի բան էլ կա, փաստել կա, ուրեմն ավիաընկերությունների ծախսի 25%-ը վառելիքն է։ 25%-ը։ Եթե 25%-ը 100%-ով թանկանում է, արդեն տեսեք ինչ է անում։ Եվ իսկապես չէ, հետաքրքիր ինչն է, ավիաընկերությունները իրենց բանը պիտի եկամուտը պիտի որտեղ չեն կարող աշխատեն բարձրացնել, ով է վճարում վերջում, մենք ենք վճարում։ Այդքան հստակ է սա։ Էլ չեմ ասում հիմա մեր լցակայանները, որ նայում եմ թվերին, վախենում եմ։ Այս քանի օր արդեն վերջանում է բենզինը, չեմ կարողանում լցնել, որտեղ ասում մի քիչ կարող է իշնի, բայց չէ, այդ ուժ չկա։ Ինչքան է հիմա միջին գինը։ Ես Glendale-ում կարող եմ ասեմ $6 պակաս չկա, 6 ու 6 ու ինչքան է։ Ու առաջ 4 ինչքան էր։ Ամենացածր գինը ինչն է հիշում, որ թվերին էր։ Ինչը։ Ամենացածր գինը որ թվերին էր հիշում եք։ 80-ական թվականների ինչքան էր։ Մի քանի ցենտ էր այդ թվերներ ձեր։ Չէ, ցենտ չէ, բայց 1 ու ինչքան էր, 2 ու ինչքան էր, տենց մի բան էր, էլի։ Դժվարանում եմ հիմա բանանել, հա։ Որտեղ ես եմ այսօր ռադիոլսողները հաճախ գրում են, ես հիշում եմ, երբ որ 90 ցենտ էր, բան, այսպես կան։ Դե բայց եկեք մի բան էլ չմոռանանք, այդ ժամանակ որ 90 ցենտ էր, աշխատավարձներն երևի շաբաթական $50 էին կամ $20 էին, ես չգիտեմ։ Այդքան էլ բան չի, էլի, մենակ մի կողմից պետք չի նայել։ Բայց որ թանկանում է, մանավանդ Կալիֆոռնիային է, որտեղ մեր Կալիֆոռնիայի բենզինի վրա նավթ ինչ որ է, հա, որ լսում։ Բայց հետաքրքիր է, Կալիֆոռնիա նավթի state է, էլի, չէ՞, կողքն է Թեքսասը, բանը ինչի տենց էական ազդում է Կալիֆոռնիա, ինչ լինի Կալիֆոռնիային է լինում, զգացել եք։ Թաքսերը շատ են, տարբեր տեսակի թաքսեր կան, նահանգային, գումարած քաղաքային էլ կա։
Հիմա մենք ամեն անգամ որ բենզին ենք լցնում, նաև քաղաքին, նահանգին, բան տարբեր, հիմա չգիտեմ այդ ինչերա, կարելի է եթե հետարքիրա բանանել, ահագին թաքսեր ենք մուծում, դրա համար մերը ավելի թանկ է։ Էտա Ես չգիտեմ։ գոհարը Բայց շանազարը։ հիմա ուրիշ տեղեր էլ ասենք Նյու Յորքում էժանա, Նյու Յորքում էլ ամեն կամուրջ անցնելու համար պիտի փող տաս։ Բաներ կան էլի։ Հանդրություններ կան, իհարկե։ Այո։ Գոհար Շահնազարյանը ասում է UPS will be charging 8% of all deliveries as a բան UPS-ը? UPS-ը 8%-ը, Ռոջան առաքման բաների համար 8%-ը, հա, սկսեց։ Ու այդ սա որ իրար գումարում ես, չէ, ծախսերը ավելանում, հիմա կարող է լավ դեմ էս թանկացավ են, իրար գումարվում է, ամսվա վերջում դառնում է խնդրեմ քո համար։ Այս խնդրեմ է։ Այո, խնդրեմ է։ Այստեղ Դավիթ Դեմիրճյանն է ասում, հետարքիրա, վերջի վերջով ազգային ժողովի նախագահ նաև մարդ է։ Դեմ դիմաց կանգնում եւ հայհոյում են, իհարկե գալու է ժամանակը, որ մարդու ներվերը ել չի դիմանում, եթե ընտրել են ազատ դուրս գալ եւ շփվել ժողովրդի հետ, անգամ էլ վերում է այս հետևանքի։ Դե հենց էտա որ պիտի դիմանա, պարոն Դեմիրճյան, հասկանում եք, այդ ես ու դու որ չդիմանանք ոչինչ, ասենք ոստիկանության հետ խնդիր կունենանք, բայց այս պահը պիտի հասկանանք մենք, էլի, որ բարձրաստիճան պաշտոնյան իրավունք չունի չդիմանալու, հա, որտեղ ինքը սովորական մարդ չի։ Ուրեմն, եթե այս ընտրությունները ունի, եթե հասնում է բան են դե որ ասում է, գիտեք ինչ, հարգարժաններս, ես էլ չեմ դիմանում, բարկանում եմ, մեր կինոյի մեջ ոնց է տերնուց, բարկանում եմ, ես թողնում եմ իմ պաշտոնը ու սկսում եմ պատասխանել ոնց որ սիրտս տալիս է։ Այդ ուրիշ բան։ Բայց երբ որ դու որ այդ պաշտոնյայի ժամանակ ես անում, դու խոսում ես կառավարության անունից, դու խոսում ես ժողովրդի անունից, որտեղ մենք քեզ ընտրել ենք, հասկանում եք, հա։ Եվ ձեր վարկագիծը նաև մեր վարկագիծն է։ Իսկ մենք դա չենք ուզում։ Ես կարծում եմ, որ պետք է դիմանա բոլոր դեպքերում ինքը։ George Melika Casco'i գներն ակիսվում ես այդ Casco today regular gas is 5.55 gold number։ Ինչքան? 5.55-ը։ Գնացեք Casco-ից։ Ձեր մոտի Չէ, ալամակցությունը թողեցի Casco-ի ես։ Մենակ եմ ապրում։ Ահա Ինչ առնում է 70 կատակ չեմ անում 70%-ը թափում է որտեվ մտնում է սովածել ես ծառա վայ ես շարում բերում ես հա հավեսով բանով հա մի հատ էլ հավ էի առնում հնդկահավի չափ հա բերում էի այսքան ուտում էի հնդկահավը համեստ եք ասում գառան չափ է իրանց բայց սիրում եմ իրենց հավը հավով բայց ասում են շատ վատ բան է շատ վատ։ Երևի, հա, այդքան էժան է, պարզարված կլինի։ Ինչ ասես անում, բայց Casco-ի այդ մոլուցքը, իդեպ ինչքան էր 130 չէր տարեկան այդ basic card-ը։ Չեմ հիշում։ Ես էլ բան էի այդ ինչա։ Մի հոգու ես էլ էի ապրում, հա, այս save card-ներ, չէ՞, save գնում ես իրոք։ Ու չէի կարողանում չգնալ։ Վերջում բան արեցի, ասի չեմ ուզում ձեզ լնի ձեզ շնորհակալ եմ։ Միշտ հիմա մեյլ են ուղարկում ինձ, ասում թարմացրեք։ Այդ դավա ընտանիքով, մեծ ընտանիքով բաների համար էլի որ ես իրանց դեսիչներ սիրում եմ դե Adrian են սառացրած բանջարեղենների միքսեր կար, բան կար, գործից հետո այնքան մրգերի բան, շատ լավ բաներ ունեն, հա։ Casco-ի են քաղցրավենիքի բաժինը բան։ Հա, քաղցրավ։ Այսքան տուփերով է ամեն ինչը 4-5 հատ իրար կպցրած Casco-ի հա ու բաներ էլ ունեին հնդկական բաժին կար այնտեղ այնց ապուրներ ունեին Cicero բանով շատ համով բաներ կար բայց գիտես հետարքիր է որնա որ այն Best Buy-ի մոտի Costco-ում կար Glendale-ի տարբեր է լինում այս Imperial State-ի Walmart-ի մոտինը չկար Casco-ի մի բանն էի սիրում էլի ինչ էլ որ առնեիր ինչ որ մի միջին ստանդարտ կար դրանից ներքև չէր իջնում ինքը միս առնես հա միսը անտիրակաստոյի որտեղ մասնագետներ իրանց այնպես են անում որ ցածրակ ապրանք չունենան գրեթե էլի հա այդ իմաստով լավ էր հանգիստ էր խիղճը գիտեիր որ ինչ որ վճարել ես դրա դիմաց ստացել ես բայց էլի եմ ասում ինձ համար բոլորովին ձեռնտու չէր Գոհար Շահնազարյանը հիմա մեքենայի մեջից մեզ լսում ու ասում է հենց նոր անցա Chevron-ը Venice-ում 6.63 դոլարը տեսնում ես Էն էլ Venice-ում վայ 6 այսօր պիտի լցնեմ անպայման բաց 10 մայլ է մնացել շուտ լցնեմ նույն մեքենան է թե փոխեցիք ուզում եք փոխեի Չէ նույնն է լիսը վերջացավ առա բրծա այդ պենտերից բաների Ես հանգստացավ Ես հենց դե տենում եմ մեկ-մեկան այդ մեքենաներից տեղ մեկ-մեկա հենց ասում խերով ավտո շատ խերով ավտո է շատ լավն է
ընտիրա։ Ես ու Դերենիկը երկարժանակ նույն մեքենայից ենք ունեցել ու ոնց հասկանում եմ Դերենիկն էլ է այդ բանի սիրահարը ու հաստատ ճիշտ է։ Այսքանը Դե։ Այսքանը սիրելիներ։ գնացինք առաջ։ Դե ձեզ ցտեսություն միջ երկու շաբթի։ Մինչև երկու շաբթի լավ է։ օրերը հանգստացեք լավ, իսկ մենք կհանդիպենք։ Բայց այսպեսի բան ունեմ էլի, չգիտեմ ինչի առանց որևէ հիմքի, որ այս շաբաթ կերակի օրը մի բան լինելու է Իրանի հետ կապված հարցը, այդ ներքին տենց մի հատ անհանգստություն ունեմ։ Ինչև է հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Բայց անհանգստությունը այսինքն լավ բան չի լինելու։ Որ հարցակում ա լինելու ինձ տենց հա թվում Ցամաքային, հա, ցամաքայինով։ Այո, զորքով բանով պատերազմ սկսելու արդեն, հա։ Տեսնենք։ Դե լավ, այսքանը։ Դե լավ սիրելիներ, ցտեսություն, լավ եղեք։